Գիտես, 90%-ը նիհարելու փորձից հետո միայն ավելացնում են իրենց քաշը, իսկ թե ինչու, տեսանյութը դիտիր միջև վերջ անպայման մանրամասնելու եմ։ Ինչ ես կմանրամասնեմ, դուք բաժանորդագրվում եւ տարածում եք, եթե ունեք վերոնշյալ խնդիրը մեկնաբանություններում դրեք պլյուս։ Հոգեբանական սխալներ, որոնք կործանում են քո նիհարելու ճանապարհը։ Առաջինը դա արագ արդյունքի ակնկալիքն է, որն էլ բերում է հիասթափության։ Իրականում նիհարելը մարաթոն է, պետք է սեր եւ համբերություն սեփական մարմնի նկատմամբ։ Լավ ու վատ սննդի բաժանում։ Կարտոֆիլը, բրինձը, մակարոնը դառնում է չարիք, իսկ ավոկադոն, չիայի սերմերը որպես հրաշք միջոց։ Երրորդը, մեկ սայթակումից հետո մարդիկ հանձնվում են եւ բոլոր ջանքերը գցում են ջուրը։ Փոխարենը հաջորդ կերակուրից պարզապես ոտքի կանգնել։ Հաջորդը նիհարելու իրականացման պլանն է։ Նրանք իրականում ոչ մի քայլեր չեն ձեռնարկում։ Ենթադրենք 20 րոպե ամեն օր քայլել կամ նվազեցնել քաղցի չափանակը սննդակարգից։ Չարիքներից մեկը դա մոտիվացիան է, երբ մարդիկ սպասում են, որ պետք է մոտիվացիա ունենան, որպեսզի սկսեն, այնինչ պետք է սկսել այսօր, ոչ թե երկուշաբթի։ Զրկանքի զգացողություն, դա մշտապես ճնշում է մարդուն նիհարելու ժամանակ։ Այս ամենը անպայման փորձեք կազմակերպել գրագետ մասնագետների հետ, քանի որ դուք սովորեք գրագետ սննդային սովորույթներ, որն էլ կդառնա ձեր երաշխիքը պահպանելու արդյունքը ողջ կյանքի համար։ Հավատացած եղեք, իմ պրոֆեսիոնալ մասնագիտական փորձը լրիվ բավարար է ձեզ այս ամենը կազմակերպելու համար։